Վարչապետը վերջերս հայտարարեց, որ կարող են քաղաքացիները, իր աջակիցները գնալ տարբեր եկեղեցիներ, տեղի քահանաներին հորդորեն, որպեսզի զեղչվի վեհափառ Հայրապետի անունը։ Դուք օրինակ կմիանաք, կմոտենաք քահանաներին այդ խնդրանքով։ Ես ամեն ինչի միացել եմ, այդ թվում եթե որևէ խոսքով կարող եմ օժանդակել process-ին, կօժանդակեմ։ Քահանաներին կխնդրեք, կհորդորեք։ Ինչ կանեմ հիմա չեմ կարող ասել, բայց ապայման կօժանդակեմ գործընթացին։ Այսինքն դա չի դիտարկվի որպես միջամտություն եկեղեցու կանոնների, ներքին կյանքի։ Ես չեմ կարծում, որ ես իմ ազատ խոսելու իրավունքից օգտվեմ որևէ մեկի հետ, որևէ մեկի բանը խախտում եմ։ Նաև վարչապետը ասել է, որ պատարագների ընթացքում երբ լսեն վեհափառ Հայրապետի անունը եւ անհամաձայն լինեն, կարող են դա բարձրաձայնել։ Դա եւս պատարագի խոչընդոտ։ Գիտեք, դուք ինձ նենց հարցեր եք տալի, որ ես չգիտեմ կոնկրետ այդ իրավիճակում ոնց կլինի, բայց վարչապետի պնդումները ես վարչապետի պնդումներին կողմ եմ եւ բարենորոգման այս գործընթացին եկեղեցու կողմ եմ եւ կարծում եմ, որ վաղուց նման խնդիր կար, նոր չի այս ամեն ինչը, Հայաստանի եկեղեցու վերաբերյալ տարիներ շարունակ խոսվել է, քննարկվել է եւ հիմա կարծում եմ գործընթաց է տեղի ունենում, որը մի օր պետքա տեղի ունենար։ Պարոն Սիմիդյան, դուք ասացիք, որ վաղուց խնդիրը կար եւ պարոն Փաշինյանն էլ շատ անգամներ է անդրադարձել այդ խնդրին, միջև վեհափառ Հայրապետի մասին խոսելը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդի մասին է բազմիցս խոսել, ապա ինչու այս 7 տարիների ընթացքում հենց իրենից չի սկսել այդ խնդրի լուծումը ու հիմա իր հետ միասին բարենորոգում են եկեղեցին։ Ես ասեմ, որ ես կարծում եմ, այստեղ բարենորոգման գործընթացի միանալու մասին, այսինքն ով միանում է, որովհետեւ մեկին մենք չենք կարող ասել չմիանա, հոգեվորական լինի, աշխարհիկ մարդ լինի, եւ ով միացել է, հույս ունեմ անկեղծ է միացել եւ միացել է հանուն եկեղեցու, հանուն այս գործընթացի արդյունավետ լուծման, մեր ժողովրդի հավատքի վերականգնման համար իմ կարծիքով։ Իսկ դուք ինչպես եք ընդունում այն փաստը, որ ապօրինի հարստացման գործով է անցել, այսինքն եկեղեցում կարող է թույլատրվել անվան, ինչու հենց նրանից չի սկսվում։ Ումից։ Արարատյան հայրապետական։ Ես կարծում եմ ընդհանրապես եկեղեցու բարենորոգման մասին է խոսք գնում, առանձին անհատների մասին բաղուց եկեղեցին երևի պետքա զբաղվեր եւ խնդիրը իրավապահ համակարգի դաշտում էլ պետքա չհայտնվեր, բայց հիմա ունենք այն ինչ ունենք եւ ես կարծում եմ, որ սա Հայաստանի եւ մեր ժողովրդի եւ հավատացյալ ժողովրդի հավատքի վերականգնման դեպի եկեղեցի կարեւոր գործընթաց է։ Վերջերս մի շարք իրավաբաններ հայտարարեցին, որ ամսի 4-ին ստորագրված փաստաթղթի տակ, երբ հրապարակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյան, սահմանադրական կարգի խախտում են դա դիտարկում եւ տեսնում, ինչու է ի վերջո պետությունը այդ կերպ միջամտում եկեղեցու։ Ես կարծում եմ, որ եթե մի քանի իրավաբան նման պնդում են արել, կարելի է գտնել մի քանի իրավաբան, որոնք հակառակ պնդում կանեն։ Ես իմ իրավական գնահատական չեմ կարող տալ։ Ես այստեղ եմ եւ կարծում եմ, որ ես օրենքով եմ գործում, որովհետեւ մեկի իրավունքը չեմ խախտում, այսինքն ենթադրվում է, որ այդ իրավաբանների դիտարկումների հետ համաձայն չեմ։ Պարոն Սիմիդյան, քիչ առաջ քաղաքացիների հետ էին խոսում, նրանցից մեկը ասաց, որ իրեն ասել են, որ ինքը պետք է գա եւ մասնակցի, ընդ որում հիվանդանոցից էր եկել եւ իրեն շատ վատ էր զգում։ Շատ են նման քաղաքացիներ, ում հորդորում ու սպառնում են, որ կան նման։ Ես նման դեպք չեմ ճանաչում, այսինքն ես չգիտեմ, մենք գալիս ենք կամովին եւ ես ում տեսնում եմ իմ շրջապատում այստեղ գալիս է կամավոր։